Բարև ձեզ։ Ինչ է ընտրովի արդարադատությունը։ Որ դեպքում է դատապարտելի ազատ խոսքը եւ արդյոք կարեւոր է ում ազատ խոսքը։ Այսօր տաղավարում մեր հյուրը իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ իրավաբան Հասմիկ Հարությունյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Հարությունյան, Կովկասյան բարոմետրի հասարակական հարցումների վերջին տվյալներով մեր հասարակությունը դատական համակարգին տոտալ անվստահություն ունի, 50%-ից բարձր է անվստահությունը։ Իհարկե, որևէ կերպ դա չի զիջում անվստահությանը, ազգային ժողովին, կառավարությանը, նույնիսկ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, բայց հենց դատական համակարգի հանդեպ անվստահությունը որպես իրավաբան ձեր կարծիքով ինչի մասին է խոսում։ Նախ շնորհակալ եմ հրավերի եւ այս կարևոր եւ արդիական թեմաներին անդրադառնալու համար։ Իսկապես բարձրացրած հարցադրումը իրենում արդեն որոշակի տվյալ պարունակելով հանդերձ վերջին տասնամյակի ամենակենտրոնական հարցադրումներից մեկն է, չնայած այն հանգամանքին, որ դատական համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելու ուղղությամբ մենք բոլոր ժամանակներում տեսել ենք տարբեր պրոցեսներ, ավելին ներկայումս էլ կարծես թե ձեռնարկվում են որոշակի քայլեր, տարբեր ծրագրերի շրջանակներում, մասնավորապես խոսքը դատական եւ իրավական բարեփոխումների ծրագիրն է եւ ծրագրերն են եղել նաեւ նախորդիվ, որ մշտապես իրենցում որպես կենտրոնական թիրախ նպատակ ունեցել են հանրության մոտ դատական համակարգի նկատմամբ վստահության ամրապնդումը։ Ինչու դա չի կյանքի կոչվում եւ որպես այդպիսին շոշափելի արդյունքներ մենք չենք կարողանում արձանագրել, որովհետեւ այո, շատ իրավացի եք, որ նույնիսկ կարող է այդ թվերը ավելին էլ լինեն եւ շատ հաճախ փոխվում են։ Օրինակ 18 թվականի իրադարձություններից անմիջապես հետո որոշակի տենդենց կար դեպի դրական փոփոխության, բայց դա ոչ թե վստահության մասին էր, այլ ակնկալիք, որ լինելու է ստեղծվելու այդ վստահությունը։ Եվ ավելի վտանգավոր դրան հաջորդող շրջանում ավելի հիասթափություն է եւ ներկայիս արդեն վիճակում նաեւ տեսնելով որոշակի պրոցեսներ մարդկանց մոտ, հանրության մոտ, լայն հանրության մոտ, այո, այդ մեծ պատկերն է, որ դատական համակարգի նկատմամբ մեծ հաշվով որպես այդպեսին չկա վստահություն եւ ավելի, եթե կոնկրետ դա ձևակերպենք, արդարադատության հասնելու այդ ցանկությունը, գործառույթը, որ պիտի դատական համակարգը իրացնի հանրության համար կարևորագույն այդ գործառույթը, վստահություն չկա դրա նկատմամբ եւ հանրության մոտ նույնիսկ չկա նաև ոչ միայն վստահություն, այլ նաև հավատ, որ իրենց վերաբերվող որևէ հարցով կարող են արդարացի որևէ արդյունքի հասնել։ Ասեմ ավելին, երբ որ մենք խոսում ենք դատական համակարգի վստահության մասին, շատ հաճախ դա ոչ միայն կոնկրետ արդյունքով ինչքան որ արդարացի է, այլ նաև process-ի հարմարությունը քաղաքացու համար ինչպիսին է։ Հիմա եթե մենք քաղաքացիների հետ նաև փորձենք զրուցել ինչքանով է իրենց համար մատչելի արդարադատությունը, ես դեռ չեմ խոսում, չէ, արդարացի process-ների որպես վերջնարդյունք, այստեղ էլ շատ լուրջ խնդիրների կարող ենք մենք բախվել այն հարցով պայմանավորված, թե ինչքան ժամկետ է տանում որևէ հարցով կոնկրետ խնդրի լուծումը, չէ, մենք տեսնում ենք կարող է ինչ-որ շատ պարզ նույնիսկ քաղաքացիարավական վեճ տեղի ունենա եւ մարդիկ ուղղակի չուզենան մտնեն դատական process-ների մեջ, որովհետեւ ունեն ոչ միայն ունեն մտավախություն, որ վերջնարդյունքում իրենց հարցը չի լուծվելու, այլ դա կարող է այնքան ժամանակ տանել, որ ուղղակի ձանձրանա։ Այսինքն ես կուզեմ մենք այդ հարցին անդրադառնանք ավելի լայն վերցրած, որովհետեւ շատ կարեւոր կոնցեպտուալ հարց է եւ մի քանի կողմերով կարող ենք նույնիսկ դիտարկել։ Առհասարակն էլ կա ներողություն։ Երկկողմանի այդ գործընթացը մի կողմից կա ընկալում, որ կարող են սովորական գործընթացները դատական շատ երկար ձգձգումներով, քաշքշուկներով տեղի ունենալ, մյուս կողմից էլ հանրությունը տեսնում է, որ կան այնուամենայնիվ քրեական գործեր, որոնք շատ կարճ ժամանակում ավարտվում են։ Այս հակասականությունը նույնպես բերում է անվստահության։ Եթե մի իրավիճակում տեսնում ենք համանման երևույթին արձագանք, որը կարող է տևել տարիներ, հա, process-ը, մեկ այլ իրավիճակում մենք տեսնում ենք, թե ինչքան արագ եւ ինչքան մեծ ռեսուրսով, ընդ որում ռեսուրս, երբ որ ասում ենք, օրինակ քրեական արդարադատության պարագայում մարդկային ռեսուրսների պահը շատ կարեւոր է, օրինակ մեկ գործով միգուցե բավարար չլինեն, բավարար պայմաններ չլինեն արդյունավետ այդ քննություն իրականացնելու համար, բայց
բայց զուգահեռ իրականության մեջ մենք տեսնում ենք, որ առանձին դեպքերում պետությունը կարող է ինչ-որ մի գործում քննությունը ապահովելու եւ շատ արագ վերջնարդյունք ապահովելու համար, օրինակ, տասնյակից ավելի վարույթ իրականացնող մարմիններ ներգրավվել, ինչը բնականաբար արդեն իսկ ազդակ է տալիս ոչ միայն խոսելու այդ տարբերության մասին, արձանագրելու այդ փաստը, այլ նաեւ նման դեպքերն են, որ նաեւ թույլ են տալիս խոսել ընտրովի արդարադատության մասին։ Սա նույնպես շատ լայն հասկացություն է եւ ասում ենք ընտրովի ներողություն, ընտրովի արդարադատություն, սովորաբար նկատի են ունենում, որ արդարադատության գործընթացի եւ արդյունքի վրա իրավապահ համակարգից դուրս այլ կառույցներ են ազդում։ Հակառակ դեպքում ընտրովին ինչ է։ Դա նպաստող գործոն է, որ ապահովում է ազդեցության մասին են խոսում, երբ ասում ենք ընտրովի արդարադատություն։ Այո, դուք դրսևորումները շատ իրավացիորեն հիմա ներկայացնում եք, բայց դա բավարար պայմաններից մեկն է, այսպես ասեմ, որովհետև պրակտիկայում ոչ միայն այդ քաղաքական ազդեցություններն են, այլ նաև իմ խոսքի սկզբում նշած որոշակի հանգամանքներ, որոնք ընդհանուր վերցրած, համալիր թույլ են տալիս պնդել, որ այո, կա ընտրովի արդարադատություն համակարգում։ Հիմա եթե մենք տեսնում ենք, որ ինչ որ մի իրավիճակում երևույթը որակվում է որպես դատապարտելի, նույնիսկ չարաշահելով որոշակի իրավական գործընթացներ, օգտագործելով ավելի շատ ռեսուրս, քան տվյալ իրավիճակում անհրաժեշտ է, process-ը իրականացվում է, իսկ մեկ այլ համանման իրավիճակում ոչ միայն համանման արձագանք չի ստանում դրսևորումը, խախտումը, այլ անպատժելիություն է դրսևորվում, այստեղ, այո, միանշանակ նմանատիպ դեպքերը կարող են թույլ տալ, որպեսզի մենք պնդում կատարենք այն, որ այո, Հայաստանում ցավոք սրտի մենք ականատես ենք լինում ընտրովի արդարադատության։ Եվ գոնե վերջին այս անցնող 25 թվականի ընթացքում որոշակի ինցիդենտներ, զարգացումներ թույլ են տվել այդ արձանագրումը կատարելու, եւ ես կարող եմ շատ կոնկրետ արդեն օրինակների վրա էլ բերել, որոնք մարդկանց լայն հանրությունը տեսնելով եւ այստեղ մենք չենք կարող նաեւ չանտեսել սոցիալական մեդիայի դերակատարումը, թե ինչպես է դա նաև ազդում հանրային ընկալումների վրա։ Օրինակ 2000-ականներին մարդիկ նույնչափ չունեին հասանելիություն եւ պատկերացում համակարգի process-ների մասին, որովհետեւ մեծ հաշվով չկար տեղեկատվության նկատմամբ նման ոչ միայն ես չէի ասի հետաքրքրություն, բայց հասանելիության հնարավորությունը չկար, չէ՞։ Այսօր հնարավորությունները շատ ավելի շատ են, այսօր շատ են նաև process-ների վերաբերյալ մեկնաբանությունների հնարավորությունը եւ մարդիկ ստանում են չափազանց շատ ինֆորմացիա եւ դա թույլ է տալիս նաեւ որոշակի պատկերացում ձևավորել։ Այդ պատկերացումը գալիս կապվում է ձեր խոսքի սկզբում կատարած այն պատման հետ, որ Հայաստանում այո, մինչեւ այսօր կա դատական համակարգի նկատմամբ շատ մեծ անվստահություն։ Դուք ասում եք 50+% եւ նույնիսկ եթե մենք ավելի դետալացված հարցադրումներ իրականացնենք հաշվի առնելով տարբեր process-ներ, խոսքը վարչական արդարադատության մասին է, քրեականն է, որ մասով ինչի հետ կապված, մենք կարող ենք այստեղ շատ ավելի տխուր եւ շատ տարբերող տվյալներ ունենալ, բայց մեծ հաշվով այո, կա անվստահության հանրության կողմից արդարադատության նկատմամբ եւ այստեղ ինչ օրինակների անցնելը ես կուսեմ մի շատ կարևոր նկատառում էլ անենք լայն հանրության մոտ, նույնիսկ մասնագիտական հանրության մոտ միշտ այս շփոթը արկա է, այդ անվստահությունը ոչ միայն ինքնին դատական համակարգին վերցրած, դատական համակարգի նկատմամբ, այլ լայն վերցրած արդարադատության, որովհետև երբ որ մենք խոսում ենք օրինակ քրեական արդարադատության մասին, այստեղ զուտ վերջնողակը միայն դատարանը չէ, մինչև գործը հասնում է դատարանին, մենք գործ ունենք այդ օղակում քրեական արդարադատության օղակում ներգրաված տարբեր ինստիտուտների հետ, սկսած ոստիկանությունից, քննչական մարմիններ, դատախազություն եւ վերջնարդյունքում նոր այն կարևոր օղակը, որը այդ ամեն ինչի հանգուցալուծումն է ապահովում, դատարանն է։ Մարդիկ միշտ այդ պատկերը կապում են վերջնարդյունքը, այո, կապվում է դատարանի հետ, բայց տպավորություն է ստեղծվում, որ այդ խնդրի կրողը միայն դատական համակարգն է, դատարանն ինքնին վերջած, բայց այստեղ ես
պիտի նշեմ, որ այդքան էլ ճիշտ չէ, որովհետև լայն վերցրած դատա իրավական համակարգի մեջ մենք հետ կապված, մենք ունենք լրջագույն խնդիրներ եւ մեր մասնագիտական գործունեությունը, նաեւ մեր կազմակերպության գործունեությունը միշտ դիտված է եղել նրան, որ պետք չէ բարեփոխումներ, փոփոխություններ իրականացնելիս զուտ ֆիքսել միայն դատական համակարգի վրա, որովհետև նույնիսկ եթե դատական համակարգի ներսում լրջագույն փոփոխություններ լինեն, նույնիսկ եթե լինեն, ես չեմ ասում, որ եղել են ցավոք սրտի, ինչքան էլ որ դրա մասին խոսացվել է, ինչքան էլ սեղանին մենք ունեցել ենք բարեփոխումների լրջագույն, այսպես ասած, խոստումներ, նախագծեր, դրանք կյանքի չեն կոչվել կամ չեն կոչվել այնպես, որ հասցնեն այդ արդյունքին, բայց չի թիրախավորվում ամբողջ համակարգը վերցրած համալիր, հա, որովհետև դու չես կարող ունենալ լավ, օրինակ, գողության, հափշտակության հետ կապված գործերի արդյունավետ քննություն սոսկ կրթելով, վերադաստիարակելով, ամրապնդելով դատավորի մոտ անկախության արդյունավետության արժեքները, եթե օրինակ հողի վրա իրականության մեջ ոստիկանությունը արդյունավետ չի գործում։ Եվ նախնական փուլում, որը որ պիտի ապահովեր այդ քննության, արդյունավետ քննության կարևորագույն հիմքերը, այդտեղ արդեն ունենք մենք բացթողումներ, հետագայում քննչական մարմինների դատախազության հետ կապված, հա։ Հիմա դառնալով օրինակներին տեսեք, վերջին շրջանում ամենաշատ խնդրո առարկա հանդիսացած զարգացումները կապված են եղել մասնավորապես փաստաբանների, իրավաբանների ձերբակալությունների եւ բնականաբար ամենակարևորը հոգեվորականների դեմ հարուցված քրեական գործերի հետ։ Ինչու այստեղ կան այս տարբեր մոտեցումները, շատ լուրջ քննադատություն նաեւ եւ այո, չեմ վարանի ասել, որ նաեւ կա ընտրովի արդարադատության շատ կոնկրետ դրսևորումներ, որովհետև դա որպես իրավաբան եք ասում, միանշանակ որպես իրավաբան նաև, որը նաև չի կարող չանտեսել հանրության ընկալումները, բայց բնականաբար որպես պրոֆեսիոնալ ես մասնագիտական վերլուծության արդյունքում արված եզրահանգումների հիման վրա եմ կարծիքս արտահայտում։ Եթե մենք վերցնենք մի քանի օրինակ, հա, ամենաշատ վերջին շրջանում քննարկված քրեական օրենսգրքի հոդվածները իշխանությունը զավթելու բռնի կոչերի հետ կապված, հա։ Մենք վերցնենք ամենաշատ քննարկված գործերից մեկը, եւ դիտարկենք, թե ինչքան հապշտապ մի քանի շաբաթվա ընթացքում տեղի ունենում գործի նախաքննություն, նաև դատական ակտ է կայացվում, համանման խնդրո, համանման հանցակազմի հետ կապված, հանցակազմ պարունակող այլ դրսևորումներ եղել են վերջին տարիներից, եւ սրանք բոլորը դատալեքսում հասանելի process-ներ են, որոնք կարող ենք, եթե մասնագետ չլինենք, զուտ փաստաբանների հետ զրուցելով, հա, ընդհանուր հանրային հասանելի տվյալներ ուսումնասիրելով, փորձենք հասկանանք, հա, օրինակ քրեական օրենսգրքի մի հոդվածը մի անձի առնչությամբ ինչպես է մեկնաբանվել, համանման այլ իրավիճակներում ինչպես։ Ապա կտեսնենք, որ օրինակ հոգեվորականների հետ կապված գործերով, գործերից մասնավորապես մեկով շատ արագ այդ process-ը տեղի ունեցավ եւ հանգեցրեց ռեալ ձևով ազատազրկման, խոսքը գնում եք Միքայել Արտակոս, այո, հենց այդ գործի մասին է խոսքը, տեղի ունեցավ նաեւ ռեալ ձևով ազատազրկում, մինչդեռ այդ հոդվածի սանկցիան այլ հնարավորություններ է տալիս, որը կարող է ազատազրկման հետ կապ չունենալ, սակայն կան գործեր, որոնք համանման հանցակազմ ունենալով հանդարտ ոչ միայն ավելի երկար ժամանակ քննվում են, այլ արդյունքն է տարբեր։ Հիմա մի կողմ թողնենք իրավաբանի եւ մասնագետին, շարքային քաղաքացին նման դրսևորումները կամ սրան գումարենք նաեւ իրավիճակ, երբ որ նման խումբ անձանց պաշտպանությամբ զբաղվող փաստաբաններին, իրավաբաններին շատ բիրտ ձևով առանց անհրաժեշտ այդ ուժը գործադրելու, խախտելով համաչափության կանոնները, դիմակավորված անձին փորձում են ազատությունից զրկել ազատ խոսքի իրացման համար։ Եվ այստեղ միանգամից պետք է նշենք, որ խոսքի սահմանափակումը, ազատ խոսքը ինքը կարևորագույն սահմանադրական արժեքներից մեկն է, իհարկե դա բացարձակ իրավունք չէ, հնարավոր է սահմանափակել, հիմա ես դրան էլ կանդրադառնամ, բայց որպես այդ տրամաբանական կապերը հաստատենք, մի դեպքում տեսնում ենք, որ համանման իրավիճակում շատ արագ քննություն է իրականացվում, շատ մեծ պետական ռեսուրս է դրան հատկացվում,
Նաև ինչու՞ չէ նաև հանրային դիսկուրսում նպաստող որոշակի նարատիվներ են ձևավորվում զուգահեռ իրականության մեջ, այո, զուգահեռ իրականության մեջ անձինք ովքեր պաշտպանությամբ են զբաղվում, իրացնում են ազատ խոսքը, դատապարտում են, նրանց նկատմամբ նույնպես տեղի են ունենում խոսքի սահմանափակման, ազատությունից զրկելու հետ կապված process-ներ եւ դա իրականացվում է շատ արագ, դա իրականացվում է այդ պետական ռեսուրսի անհաշկի ոչ համաչափ գործադրմամբ եւ բնականաբար չի կարող օբյեկտիվ դիտորդի մոտ այդ հարցը չծագել։ Ինչու է օրինակ մի իրավիճակում սա այսպես իրականացվում եւ միգուցե նպատակը այլ է, միգուցե այստեղ կա ուղակի զսպել, լրացնել տարբերվող կարծիքները եւ օգտագործելով քրեական օրենսդրության տարբեր հոդվածներ, որոնք կարող են նույնիսկ ոչ տեղին օգտագործվել, որովհետև եթե ելնելով հանրային դիսկուրսում գոյություն ունեցող տարբեր խոսակցություններ, եթե նպատակը իսկապես քաղաքականությամբ զբաղվելու հետ կապված process-ներն էին, ապա ժամանակին համապատասխան գործիքներով հնարավոր էր նաև այդ հարցին անդրադառնալ եւ ոչ թե շինծու ինչ-որ process-ներ ստեղծելով օգտագործել քրեական հոդված, որ իրականում հանցակազմը չի էլ հիմնավորվում։ Հիմա չփորձենք ոչ արդարացնել, ոչ դատապարտել process-ները, այլ զուտ մասնագիտական ելնելով օբյեկտիվ որոշակի չափանիշներից, օրենսդրությունից, ինչ որ արկա է գնահատական տանք։ Արդյոք այս process-ները չեն ստիպում, որպեսզի հանրության մոտ ձևավորվի այո ընտրովի արդարադատության այդ պատկերը բնականաբար ստեղծում են, հա, ազատ խոսքի հետ կապված չեն կարող սրան չանդրադառնալ, հա։ Գիտեք, մի դիտարկում անեմ, չգիտեմ մասնագիտորեն որքանով է այդպես, բայց գոնե հանրությունը արդարադատության մասին իր պատկերացումներում եւ նույնիսկ արդարության մասին իր պատկերացումներում շատ կարեւորում է խոսքի նշանակությունը։ Բնականաբար։ Կարող է դա այսինքն հասարակագետների, մշակութաբանների, փիլիսոփաների ուսումնասիրության դաշտն է, անգամ աստվածաբանների, թե ինչու է հենց ազատ խոսքի կարևորումը ցուցիչ համարվում անհատի համար, անձի համար դատելու իրավիճակը, բայց ամենայն դեպս փաստն այն է, որ այդպես է, երբ որ ազատ խոսքի հանդեպ ոտնձգություն է լինում, շատ սուր է ռեակցիան մարդու եւ հանրության որպես իրավաբանական համայնք մի քանի կազմակերպություններ այդ թվում նաեւ կազմակերպությունը որ դուք եք ներկայացնում արդեն մասնագիտորեն հայտարարում եք այն մասին որ ազատ խոսքի հարցում նույնպես ընտրովի սահմանափակումներ են տեղի ունենում Նախ ընտրեմ օրինակներով փորձենք հասկանալ ինչու է այդպես, ինչու է այդ կարծիքին, այդ եզրահանգմանը եկել եւ ինչ արդյոք նաեւ իրավաբանորեն ազատ խոսքի իրավունքը այդքան հիմնարար է։ Պիտի համաձայնեմ, այո, խոսքի ազատությունը կարևորագույն արժեքներից մեկն է, պատահական չէ որ եւ սահմանադրության եւ միջազգային ցանկացած փաստաթուղթ, որ մենք բացենք, հիմնարար իրավունքների հետ կապված առաջին, այսպես կարևորագույն իրավունքների շարքում մենք կտեսնենք նաեւ խոսքի ազատությունը։ Ինչու, որովհետեւ դա ավելին է, քան զուտ խոսքը, դա մարդու մտքի արտահայտման, նաեւ տեղեկություն ստանալու, սոցիումի հետ հարաբերվելու, ինքնարեալիզացիայի կարևորագույն գործոններից մեկն է։ Եվ այստեղ այո, սահմանափակումը ոչ որ նաև իր հետևանքների տեսանկյունից, այսինքն այդ լրացնելու միտումը ինչ-որ շղթայական հետևանքներ կարող է ունենալ եւ պատահական չէ որ ժողովրդավար հասարակություններում զարգացած այսինքն այդ որոշակի կիսշեմը անցած հասարակություններում դա իսկապես գնահատվում է որպես կարևորագույն արժեք, որովհետեւ ինչպես ես արդեն նշեցի, ավելի բազմաշերտ է իրենում, շատ ավելի կարևոր արժեքներ է պարունակում, հա։ Հիմա Հայաստանում ինչ ենք մենք վերջին շրջանում ականատես եղել, որ ազատ խոսքի սահմանափակումը շատ հաճախ զուգորդվում է ոչ ընդունելի միջոցներով, մասնավորապես քրեական գործիքակազմերով, ընդ որ այն դեպքում, երբ որ Հայաստանի Հանրապետությունում ազատ խոսքի համար պատասխանատվության համար մենք քրեական որպես այդպիսին գործիքակազմեր չունենք, ապա քրեականացված է։ Երևի կհիշեք նաև հեռուստադիտողների համար հանրամատչելի դարձնելու տեսակետից նշենք, երբ ասում եք քրեական գործիքակազմերը ավելորդ են,
կամ անհամաչափ նշանակում է, որ ազատ խոսքը, երբ որ ենթադրենք վերածվում է վիրավորանքի, հետեւաբար պիտի պատասխանատվություն կրի անձը վիրավորանքի համար։ Այստեղ պետք է շատ հստակ տարբերել չէ, որ այո, քրեական, այսինքն այլ վարչական տուժ պիտի սահմանվի, փոխարենը մարդիկ ազատազրկվում են մի քանի տարով կամ ինչ-որ սահմանով։ Եվ մասնագիտական եւ ավելի բարձ տերմիններով բացատրեմ հիմա ես, որպեսզի այդ խիստ իրավական ծանրացնող, հոգնեցնող լեքսիկոնը նաեւ բարդություններ չստեղծի։ Ես ինչպես նշեցի, խոսքի ազատությունը, ինչպես մի շարք այլ հիմնարար իրավունքներ, բացարձակ չեն։ Ինչ է սա նշանակում։ Որոշակի իրավիճակներում հնարավոր է դա նույնպես սահմանափակել։ Օրինակ, երբ որ մենք խոսում ենք ատելության խոսքի, հա, մասին, դա պարզ է, բնականաբար դա արգելված է քրեական օրենսգրքով, նաև փոփոխությունների արդյունքում վերջին շրջանի մենք ունենք դրա հնարավորությունը, բայց այստեղ պիտի շատ զգույշ նաև լինել, թե որ իրավիճակը իսկապես դու կարող ես որակել որպես այն կոնտեքստի ներքո, որը որ քրեական օրենսդրության մաս է։ Հիմա ելնելով վերջին զարգացումները քննադատությունը կարելի անվանել ատելության խոսք եւ հակառակը։ Վիրավորանքը, զրպարտությունը, ինչքան էլ որ դրանք ընդունելի չլինեն, դրանց հետ կապված սահմանափակումների համար գործում են քաղաքացիական գործիքակազմեր, հա, այսպես ասած, եթե պարզ լեզվով ասենք, պարտադիր չի քրեական գործառույթի, կարող են քաղաքացիական հայցի շրջանակներում պարտավորեցնել, որ օրինակ անձը, ով այդ ոչ հարիր խոսույթի հեղինակն է, ներողություն խնդրի, հեշքի ասած է եւ այլն, հա, սրանք գործիքակազմեր են, հնարավորություններ են, որոնք գործում են քաղաքացիական հարաբերությունների շրջանակներում, Հայաստանի Հանրապետությունում գործում են, ընդունելի են եւ նորմալ են։ Եվ ես պիտի նաեւ նշեմ, որ այո, վերջին շրջանում Հայաստանում մենք ականատես ենք լինում նաեւ այնպիսի զարգացումների, որոնք այո, կարող են այս իմ նշած երկրորդ տարբերակի ներքո ընկնել։ Բայց հիմա այստեղ կրկին ինչու է հանրության մոտ եւ մասնագիտական համայնքի նաեւ մեր մոտ այս process-ների նկատմամբ դժգոհությունը, որովհետև մենք տեսնում ենք, որ սահմանափակումները, որոնք որ կարելի է կիրառել քաղաքական գործիքակազմերով, վրա են հասնում քրեական գործիքակազմերի կիրառմամբ, որի նպատակը նաև պատժիչ որոշակի էլեմենտներն է եւ դա անընդունելի է։ Դու չես կարող ազատ խոսքի համար անձին տանել տարատեսակ մեկնաբանություններով քրեական պատասխանատվության ենթարկել, եթե դա չի ընկնում օրինակ իմ նշած ատելության խոսքի տարածման տակ, հա։ Հիմա մեր կատարած հայտարարության համատեքստում նշած հանգամանքները վերաբերում են նման դեպքերին, երբ որ մենք տեսնում ենք, որ խոսքի ազատ իրացման համար ընդ որում այստեղ պիտի շատ կոնկրետ լինենք, հա, սա դատական նախադեպերով է հաստատված, միջազգային պրակտիկայում կա, հատկապես քաղաքական process-ներում, հանրային ծառայողների հետ կապված խոսույթի մեջ, նույնիսկ եթե խոսույթը շոկային է, իրանում որոշակի պիտակավորումներ է պարունակում, մյուս կողմը հանդիսանալով հանրային հարաբերությունների սուբյեկտ, գործադիր, օրենսդիր, պիտի ավելի հանդուրժող լինի։ Այսինքն ստացվում է այնպես, որ եթե շարքային քաղաքացին կոշտ է խոսում հանրային ծառայության մարմիններից որևէ մեկը, չգիտեմ, որևէ նախարարի նկատմամբ, այդ չի նշանակում, որ դա իրավունք է տալիս նախարարին նույն բառապաշարով խոսելու դուք շատ ավելի կարևոր շատ ավելի կարևոր հարց եք բարձրացնում, ես ուզում եի դրան խոսքից վերջում անդրադառնամ, հանրային ծառայողների խոսքի հետ կապված շատ ավելի պահանջները շատ ավելի մեծ են, ոչ միայն զուտ պաշտոնից ելնելով, այլ նաև որոշակի էթիկական սահմանափակումները, որովհետև լինելով պաշտոնատար անձ, վերջինս կաշկանդված են որոշակի նորմերով, որոնք շարքային ուղղակի քաղաքացիներին նույն քաղաքացիների համար նույնը չեն ստեղծում, որովհետև գիտեք, դա ընտրություն է, երբ որ դու որոշում ես մասնավոր հարաբերություններից, որպես ես Հասմիկ Հարությունյան, քաղաքացի իրավապաշտպան, լրիվ այլ պարտավորությունների եւ իրավունքների նաև շրջանակ կարող եմ ունենալ, եթե ես փոխեմ դա եւ դառնամ որպես հանրային ծառայող։
Այստեղ ես ենթադրվում է, որ պիտի շատ ավելի հանդուրժող լինեմ իմ անձի նկատմամբ քննադատությանը, որովհետև մենք արդեն խոսում ենք որոշակի այլ հարաբերությունների մասին, հա, իշխանական, հանրային տիրույթում գտնվող, օրինակ падգամավորները չեն կարող օրնիբուն բողոքել իրենց նկատմամբ քննադատությունից, որովհետև մտնելով նման բնույթի հարաբերությունների մեջ, իրենք հասարակական հարաբերությունների կիզակետում են, իրենց գործունեությունը այնպիսին է, որ վերաբերում է յուրաքանչյուրի ամենօրյա կյանքին եւ իհարկե սա չի վերաբերում անձնական թիրախավորումներին։ Խնդրում եմ սա նույնպես տարբերակենք, հա, խոսքը չի վերաբերում անձնական կյանքին, մասնավոր իրենց գործունեության հետ կապված։ Օրինակ, այո, եթե ես անձը կամ որևէ լրագրող թիրախավորի падգամավորին իր անձնական կյանքի հետ կապված, ընտանիքի հետ կապված հարցերում կատարելով որոշակի արատավորող, հա, հրապարակումներ, սա լրիվ այլ բան է, բայց եթե գործի բնույթով պայմանավորված քննադատություն է հնչում, սա լրիվ այլ երևույթ է եւ այստեղ է որ պիտի այդ հանդուրժողականությունը դրսևորվի։ Հիմա ազատ խոսքի համատեքստում, երբ որ մենք խոսում ենք վերջին զարգացումների մասին, նույնիսկ եթե կա քննադատություն պետական ապարատի տարբեր օղակի ներկայացուցիչների նկատմամբ, սա չի նշանակում, որ պարտադիր պետք է անձի նկատմամբ քրեական գործ հարուցվի եւ որպես լրացման միջոց արհեստականորեն քրեական վարույթներ հարուցվեն, ինչը մենք ականատես ենք լինում, ցավոք սրտի։ Սա չի նշանակում, որ այն մյուս կողմը այդ քննադատությունը կատարում է լրիվ ընդունելի է, ոչ։ Այդ խոսույթի մեջ կարող են լինել արատավոր երևույթներ, որոնց պարզապես հնարավոր է անդրադառնալ կամ հակազդել այլ գործիքակազմերով, բայց ոչ քրեաիրավական։ Քրեաիրավական գործիքակազմերի կիրառումը նման իրավիճակներում թույլ է տալիս մտնել, որ նպատակը ոչ թե սոսկ այդ հարաբերությունները կարգավորելն է, որոշակի նորմեր մտցնելը, էթիկա մտցնելը, այլ ուղղակի պատժիչ գործողություններ իրականացնելով լրացնելը։ Հակառակ դեպքում կրկին ձեր խոսքի սկզբի հարցադրմանն ենք գալու, քաղաքացիները ինչու չունեն վստահություն այս ամեն ինչի նկատմամբ, որովհետև եկեք օբյեկտիվորեն դիտարկենք ամենաբարձր քաղաքական մակարդակով, օգտագործելով սոցիալական հարթակների տարբեր հնարավորություններ, ինչպիսի խոսույթով է, ինչպիսի խոսույթ ենք մենք ականատես լինում, հա, եւ եկեղեցականների եւ քաղաքացիների նկատմամբ տարբեր, հա, հիմա ես չթվարկեմ, բայց բոլորս էլ օգտվում ենք, տեսնում ենք ինչպես հարց կարող է ցակել, հա, ինչու նույն մոտեցումը չի կիրառվում իշխանության նկատմամբ, երբ որ նման արատավոր խոսույթի հեղինակները վերջիններս են լինում, հա։ Այն որ արատավոր կարող է լինել, երկու դեպքում էլ ես ուզում եմ այստեղ հստակ արձանագրենք, հա։ Եթե մենք խոսում ենք փաստաբան Կոչուբաևի գործի մասին, որի մասին մենք մեր հայտարարության մեջ խոսել ենք, անդրադարձել ենք, այստեղ այո կարող են լինել որոշակի անթույլատրելի եզրույթներ, խոսույթներ, որոնք պարտադիր չէ, որ քրեական գործի հանգեցնեին, հա, այլ ձևաչափով, այլ մեխանիզմներով կարող էր այդ սահմանափակումը իրականացվեր, բայց ինչու է իշխանությունը ընտրում այդ մեկ դրսևորումը, երբ որ նույն իշխանության ներկայացուցիչների, նույն ԱԺ ամբիոնից մենք պարբերաբար լսում ենք հայհոյախառն տարբեր ելույթներ, տարբեր պիտակավորումներ եւ որևէ մեկը նույնիսկ որպես էթիկա է խախտում, պատասխանատվության չի ենթարկվում։ Այս բոլոր process-ները եւ հոգեվորականների հետ կապված, եւ փաստաբանների, իրավաբանների հետ կապված, հա, տարբեր այլ դրսևորումներով արդյոք չեն հանգեցնում նրան, որ մարդկանց գերակշիռ մասի մոտ իրապես ձևավորվի պատկեր այն, որ այսօր ոչ միայն դատական համակարգը ինքնուրույն վերցրած, այլ նաեւ ողջ քրեադատավարական համակարգը, այո, կիրառվում է ընտրովի եւ այն process-ները, որոնց որ կարելի էր այլ ձևաչափերով միջամտել, իրականում չեն իրականացվում, որովհետեւ միգուցե նպատակը ոչ թե այդ ամենը օրինական ձևով կարգավորելն է, այլ պատժիչ որոշակի միջոցառումներով մարդկանց լրացնելը։ Մի վերջին թեմայի եմ ուզում անդրադառնալ, որ էլի վերջին շրջանում ես հասկանում եմ հեռուստադիտողների շփոթության մեջ են գցում, որտեղ երբ ասում ենք վերջին զարգացում, մենք հասկանում ենք, որ մենք ունենք զարգացում, ինչ որ նոր զարգացում է տեղի ունենում եւ դժվար է ասել վերջինը որն է։ Այնուհանդերձ դատելով վերջին ամիսների իրադարձություններից, մենք հաճախ ենք լսում որպես քաղաքացիներ համատեքստի մասին։ Այսինքն ոչ թե քրեական գործը կամ դրա հիմնավորվածությունը, արդարադատության հիմնավորվածությունն է մեջտեղ բերվում շատ հաճախ,
Այլ ինչ համատեքստում է դա արվում։ Օրինակ հենց նույն եկեղեցու եւ եկեղեցու սպասավորների դեմ տեղի ունեցող կամ նրանց շրջանում տեղի ունեցող այդ գործընթացներում շատ հաճախ լսում ենք, որ մի կողմից փաստաբանները, իրավաբաններն ահազանգում են, որ սա արդարադատության հետ որևէ կապ չունի, սա եկեղեցու դեմ արշավի համատեքստում իրականացվող պատժիչ գործողություն է, իսկ քաղաքական գործիչներից շատ հաճախ հենց նույն ազգային ժողովի ամբիոնից հասարակությունը լսում է, որ այս տարբեր գործընթացներ, որ տեղի են ունենում նաև դատաիրավական գործընթացներ, ինչ որ հիբրիդային պատերազմի համատեքստում են, եւ ստացվում է, որ արդարացի է։ Սա շփոթ չի առաջացնում իրավունքի գերակայության մեր քաղաքակիրթ հիմնարար պատկերացումներում։ Իհարկե, առաջացնում են, բայց դուք հիմա ասեցիք վերջին հարց, բայց այնքան կարևոր մի քանի մասի բաժանեցիք, ես հիմա պիտի հասկանամ, որ հերթականությամբ որին անդրադառնամ, որովհետև համատեքստը միանշանակ կարևոր է, հիբրիդային պատերազմը լրիվ այլ կարևոր հարց է, որ կուզեմ անպայման անդրադառնանք, եւ բնականաբար այդ ամեն ինչի համատեքստում իշխանության մոտեցումները եւ այստեղ թույլ տվեք նաեւ ես ինձ թույլ տամ հասել ոչ միայն իշխանության, այլ իշխանության հովանու ներքո հանդես եկող տարբեր անձինք եւ շրջանակներ, ովքեր շատ հաճախ շահարկում են այս ամենը։ Եկեք հիմա հերթականության բոլորին անդրադառնանք։ Միանշանակ մենք համատեքստը չենք կարող հաշվի չառնել։ Եվ չեն կարող չառնել նաև ինչու, որովհետև եկեք վերհիշենք, որտեղից առաջացան գլխավոր մեր խնդիրները հանրության մեջ այս եկեղեցու պաշտպանների, եկեղեցու այսպես կոչված դեմ հանդես եկողների հետ կապված այս բոլոր process-ները, ես ամեն ինչը կապում եմ միանշանակ չէ, տեսեք, ավելի լայն եւ ավելի խորը հետ գնալով պիտի մենք հասկանանք, ես ամեն ինչ միանշանակ կապում եմ 20 թվականի ցավալի զարգացումների եւ պարտության նաեւ ինչու՞ չէ նաեւ այդ պարտության հետ փոխկապակցված Արցախի կորստի հետ փոխկապակցված հանրության մեջ որոշակի բացասական տենդենսների, էմոցիոնալ շատ ծանրագույն վիճակների հետ, որի պայմաններում այստեղ շատ կոշտ պիտի նաեւ արձանագրենք, որ առաջին հերթին պատասխանատվությունը, որը ուներ իշխանությունը համախմբելու, թույլ տալու, որպեսզի ավելի դրական process-ներ տեղի ունենային, հակառակը տեղի ունեցավ ավելի շատ բաժանման եւ այդ բացասական երևույթները, process-ները գեներացնելու ուղղությամբ եւ հիմա մենք ցավոք սրտի բոլորս, անկախ նրանից ով ինչի կողմնակիցն է կամ ում կողմնակիցն է, շատ վտանգավոր մի կետում ենք, որովհետեւ այն բաժանումը, որին մենք հասել ենք, խոսում է մեծ հաշվով վերցրած ողջ հայ հանրույթի եւ Հայաստան պետության թուլության մասին։ Սա պիտի հստակ միանշանակ է, որ պետք է արձանագրել։ Ես պատահական այդքան հետ չգնացի համատեքստը նշելու համար, որովհետև ես կապելով ձեր մի քանի հարցերը այս վերջի հարցադրման հետ պիտի նշեմ նաև, որ եկեղեցու նկատմամբ այսպես կոչված արշավի կամ եկեղեցու պաշտպանների բոլորը ճակերտավոր եմ ասում, որովհետև սրանք երևույթներ են, որոնք արհեստականորեն մեր մեջ նետվեցին եւ ինչու արհեստականորեն, որովհետեւ բնական process-ներ կան, որոնք դու հանրության շատ ներկայացուցիչներ այսօր նույնիսկ կարող են խոսել եկեղեցու մասին, հոգևորականների մասին, հա, որոշակի երևույթներ արձանագրել, բայց խորքային չհասկանանել նաև դա իրենց ընկալումն է, իրենց անձնական մեկնաբանությունն է, թե ուղղակի կա որոշակի ձևավորված նարատիվ, որը ուղղակի կրկնվում է։ Սա էլ պետք է հստակ արձանագրենք եւ սա նույնպես վտանգավոր է։ Եվ երբ որ դուք ասում եք հիբրիդային պատերազմ, ինձ թվում է իշխանությունը, եթե իսկապես ցանկանում էր հիբրիդային պատերազմի դեմ պայքարել, որում սա էլի իշխանության առաջնային աշխատանքն է, ունեն աշխատանքն է, պարտականությունն է ոչ միայն մի կողմից եկող հիբրիդային պատերազմի վտանգներին արձագանքել, այլ հնարավոր բոլոր դրսևորումներին, առաջին հերթին նաեւ իրենց սխալ կոմունիկացիայի արդյունքում վրա հասնող խնդիրներ, որովհետեւ դա նույնպես
հիբրիդային պատերազմի դրսևորում կարող է լինել։ Հա, հիմա այսինքն հիբրիդային պատերազմ ասելով կարելի է հենց հրահրել հիբրիդային պատերազմ։ Միանշանակ մենք հիմա ես իհարկե ներողություն եմ խնդրում, չեմ ուզում սա վիրավորական հնչի, բայց շատ հաճախ մենք կարող ենք նույնիսկ շատ խելոք մեկնաբանների կողմից լսել հիբրիդային պատերազմի մասին ձևակերպումներ, այն դեպքում, երբ իրենք իրենց խոսույթով կարող են նոր հիբրիդային պատերազմ ձևավորել։ Վերջապես պետք է նաև տարբերակել, հա, որն է այսօր իրականում Հայաստանի շահերից բխում, որը չէ։ Բայց հիմա եկեք շատ ես դրա համար ասացի, հիբրիդային պատերազմի մասին մենք կարող ենք լրիվ առանձին մեկ եթեր նվիրենք եւ խոսենք, բայց եկեք վերադառնանք համատեքստին, հա, ինչու որ պահից սկսված այս եկեղեցու հետ կապված մտահոգությունները առաջացան։ Մենք չենք կարող անտեսել այն հանգամանք եւ այն համատեքստը, որում հոգեվորականները սկսեցին խոսել որոշակի process-ների մասին, հա, քաղաքական process-ների։ Եվ այո, այստեղ ես միանգամից պիտի ասեմ պարզ բաներ, որոնք բոլորին պարզ է եւ նաեւ օրենսդրությամբ ամրագրված է, որ այո, միանշանակ է, որ հոգեվորականներին արգելվում է զբաղվել քաղաքականությամբ, նույն ձև ինչպես իշխանությանը արգելվում է խառնվել հոգևոր աշխարհի եկեղեցու գործերին, հա, եւ այստեղ էլ կարող է այդ ընտրովի արդարադատության տպավորությունը ստեղծվել, երբ որ ինչու են դատապարտվում եւ արգելվում իսկապես տարբեր գործիքակազմերի կիրառմամբ հոգևորականների կողմից հնարավոր քաղաքական գործունեությամբ զբաղվելու դրսևորումները, եւ այստեղ ընտրում ուշադրություն դարձնենք, դա էլ պետք է պարզվի ինչքանով է իսկապես դա այդպես, սակայն անտեսվում է իշխանության կողմից եկեղեցու գործերին պարբերաբար խառնվելու դրսևորումները։ Ողջույն, օրենքի համաձայն եկեղեցականներին արգելվում է քաղաքականությամբ զբաղվելը, թե եկեղեցուն արգելվում է պետական կառավարմանը մասնակցել։ Շատ կարևոր դիտարկում ենք անում եւ այստեղ ձեր հարցադրումը ինձ օգնում է այն համատեքստին էլի անդրադառնալ, որովհետեւ եկեք հիշենք նախորդ տարի Բագրատ Սրբազանի շարժումը ինչից սկսվեց, որն էր համատեքստը, որ նաև դրթեց, հա։ Այստեղ էլի ես կարող եմ լսել, հարգեմ գործընկերների մոտեցումները, որոնք նաև կփորձեն դա որակել որպես քաղաքական գործունեություն, բայց երբ որ մենք խոսում ենք քրեական գործերի մասին, շատ ուշադիր պիտի լինել, ինչ հանցակազմի ներքո ես դու որակումը տալիս, հա։ Որովհետև այն գործերը, որոնք մենք հիմա տեսնում ենք, շատ խոցելի են։ Կարծես մի բան արգելելու համար գործադրվել են լրիվ այլ գործիքակազմեր, բայց նպատակը պարզն է, ուղղակի լրացնել եւ փակել մարդկանց, հա։ Մենք չենք ասում, ես չեմ ուզում, այստեղ շատ հստակ պիտի արձանագրվենք, որ իսկապես այդ քաղաքականությամբ զբաղվելը ինքը չի թույլատրվում, չի կարելի, պատահական չի, որ օրենսդրությունը դա ամրագրել է, հա։ Նույն ձև, ինչպես որ նաև իշխանության կողմից, պետության կողմից հակառակի գործերին խառնվել եւ էլի պիտի նշեմ, ես կրկնում եմ ինքսից, բայց սա կարեւոր է, եթե մյուսը դատապարտելի է եւ պիտի հասցնի հետևանքներ, իրավական հետևանքներ, ապա ինչու մյուս դրսևորումը համանման հետևանքներ չի հանգեցնում։ Սա մեկ հարցադրման, հռետորական հարցադրման տեսքով ես պատասխան նույնպես չեմ տա, թող հեռուստադիտողը ինքը հետևությունները անի, հա։ Հաջորդի, եթե մենք խոսում ենք համատեքստի մասին, միգուցե այն բոլոր քաղաքական մեկնաբանությունները, հնարավոր գործունեությանը նմանվող դրսևորումները, որոնք մենք տեսնում ենք, մի կողմից դա քաղաքացիական իրավունքների իրացման մի կոմպոնենտ է, որովհետև հոգևորականները ունեն նույն ծավալի իրավունքներ, ինչքան որ ես, դուք եւ ցանկացածը։ Եվ այո, կարող են նրանք իրենց ազատ խոսքն կիրառել, հա, մասնակցել որոշակի process-ների էլ, որովհետև վերջի վերջո որպես նաեւ ընտրող իրենք են ձևավորում քաղաքական այն պատասխանատուներին, ովքեր բոլորիս համար որոշումներ են կայացնում։ Ես չեմ խոսում բուն քաղաքական արդեն հայտ ներկայացնելու եւ այլ երևույթների մասին։ Հիմա նախորդ տարի սկիզբ առած process-ների ժամանակ մենք տեսնում ենք շարժում որոշակի, որը կարող էր ունենալ որպես հանգուցալուծում, հա, այլ ելք, կարող էր եւ չունենալ, բայց process-ը ինքնին ինչ որ չափով իրավունքների իրացման դրսևորում էր, հա։ Սահմանազատման թեմային էր վերաբերում։ Այո, շնորհակալություն։ Ես գալիս եի այդ կարևոր համատեքստին։ Արդյոք այն համատեքստը, որում բոլորի կարծիքները եւ համընկան եւ տարբերվեցին, չէր վերաբերում ազգային անվտանգության, Հայաստանի պետության տարածքային ամբողջականության եւ 20 թվականի պատերազմից հետո
լայն հանրության գերակշիռ մասի մոտ արկա անվտանգության հետ կապված անորոշության հարցերին, որոնցով պայմանավորված, այո, նույնիսկ որոշակի հոգևոր դասի ներկայացուցիչներ կարող էին ունենալ իրենց կարծիքները եւ մոտեցումները, հա։ Ես էլի անընդհատ որպեսի սուբյեկտիվ սա չընկալվի, պիտի կրկնեմ, ես չեմ խոսում նրա մասին, թե օրինակ հաջորդ պահին ընտրություններին Բագրատ Սրբազանը կառաջադրվեր որպես կբացեր կուսակցություն, կառաջադրվեր, դա լրիվ այլ process է։ Դրա համար կա օրենսդրության մեջ այլ գործիքակազմեր արգելող, բայց արդյոք այդ համատեքստում այդ գործիքակազմը։ Հիմա հարցը դրան է, եթե դա չէր կարելի, ինչու ժամանակին չեն կիրառվում այն թույլատրելի եւ օրինական process-ները, որին որպես իրավաբան մենք որևէ օբյեկտիվ իրավաբան օբյեկտիվ կառույց, մենք որևէ, այսպես ասած, քննադատություն, անընդունելի process չէ, որովհետև այո, օրենսդրությունը պահպանվում, բայց երբ որ մենք տեսնում ենք, որ նույնիսկ այնինչ չի թույլատրվում, սկսվում է այլ ձևաչափերով, ընտրովի քրեական գործերով, հա, արգելվել մարդիկ ինչ որ շինծու քրեական գործերով, ընդ որում այդ քրեական գործերում էլ հետագայում պաշտպանների կողմից մենք ստանում ենք այլ տեղեկություններ, հանրային են դրանք բոլորին հասանելի է, թե ինչը ինչպես է օգտագործվել, օրինակ ապացույցների մի մասը ինչպես է օգտագործվում, մի մասը ինչպես է անտեսվում, հա, այս համատեքստում էլի մենք այդ համատեքստ բառին շատ ենք անդրադառնում, էլի գալիս ենք նույն կետին, որ տեղ ունի հանրության մոտ, իրավաբանական համայնքի մոտ այն մոտեցումը, տեղ ունի այն պնդումը, որ այո կան ընտրովի արդարադատություն եւ մի շարք քրեական գործեր, որոնք այսօր կան, հոսում են, քննվում են, իրականում շատ խոցելի են, անհիմն են եւ անձին ովքեր ներգրաված են այդ գործերով որպես մեղադրյալներ, իսկապես իրենց իրավունքների կոպտագույն խախտումներ են տեղի ունեն, հա։ Շարունակելով այդ համատեքստի թեման, փոխում եմ համատեքստը հիմա, վերանանք որևէ կոնկրետ իրավիճակից։ Եթե պետությունը խնդիր ունի որևէ երկրում պետությունում խնդիր կա դատական համակարգի գործունեության, վստահության, ընդհանրապես իրավապահ համակարգի, դատաիրավական համակարգի, ինչպես ասացիք, դատաիրավական համակարգի գործունեությունը ունի այսքան լուրջ խնդիրներ, վստահությունը հանրության ունի այսքան ցածր շեմ այդ կազմակերպության կառույցների, պետական կառույցների, բոլոր պետական կառույցների նկատմամբ։ Արդյոք հենց դա ինքը չէ նաև հանդիսանում պետական անվտանգության խնդիր։ Հələ արտաքին ենթադրյալ պատերազմի, հիբրիդային պատերազմ, ինչ-որ արտաքին վտանգներ մի կողմ դրած, հենց ներսում արդյոք այս իրավիճակը ինքնին վերցրած պետական անվտանգության խնդիր չէ։ Գոնե ժողովրդավարական պետության համար։ Ժողովրդավարական պետության համար շատ խոցելի է, ժողովրդավարական պետությունը թույլատնող է, երբ որ շատ թույլ են կարևորագույն ինստիտուտները։ Եվ այո, եթե մենք չունենք ուժեղ դատական համակարգ, նշանակում է պետությունը իսկապես ունի խնդիրներ, ոչ միայն սա արդարադատությունը մեր պատկերացրած ձևով է, օրինակ, շատ պարզ օրինակ, դա կարող է շատ վատ ազդել տնտեսության համար, տնտեսական ներդրումների համար, որովհետև process-ները կանխատեսելի չեն, որովհետև արդարադատության խնդիրների դեպքում, վեճերի դեպքում չկա ակնկալիք, որ արդար որոշումներ կկայացվեն, անկախ են դատավորները եւ այլն եւ այլն։ Բնականաբար, երբ որ քո կարևորագույն ինստիտուտները հա, այդ իշխանությունների տարաբաժանման համատեքստում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություն իրենք թույլ են, խոցելի են, սա խոսում է մեծ հաշվով վերցրած պետական իշխանության խոցելիության եւ թուլության մասին։ Եվ այստեղ է, որ մենք մշտապես որպես իրավապաշտպաններ խոսում ենք այն մասին, որ եթե իսկապես մենք ուզում ենք ժողովրդավար պետություն կայացնել, պիտի դա սկսվի ներսի process-ներից ուժեղացնելով եւ կայացնելով այն կարևորագույն պետական ինստիտուտները, որոնք որպես հիմք պետք է կանգնած լինեն այդ ամենի հիմքում, հա, բանակ, նախարարություններ, դատական համակարգ, բոլորը յուրաքանչյուր իր օղակում գտնվող կառույցներ են, որոնք եթե թույլ են, այո, մեծ հաշվով հիմա արտաքին թշնամու համար բնականաբար պետության թուլությունը ոչ միայն դա բանակն է ինքնին, այլ ժամանակակից աշխարհում հատկապես տեղեկատվական հետ հիբրիդային նորմերի ժամանակ, ինչպիսի
իմունիտետ որպես այդպեսին ունի, պետական ինստիտուտները մեծ հաշվով պետությունը վերցրած արձագանքելու այդ ամենին։ Բայց հիբրիդային պատերազմը շատ ավելի լայն պետք է դիտարկել եւ հասկանալ առաջին հերթին գիտակցելով նաեւ որ եթե դու շարունակ շահարկում ես այդ թեման բառը շատ վտանգավոր է որ իրական հիբրիդային պատերազմների դրսևորումների դեպքում այն մարմինները եւ սուբյեկտները որոնք որ պիտի արձագանքողը լինեին այլևս չունեն բավարար իմունիտետ որովհետեւ դա այնքան է շահարկվում որ իրական դրսևորման դեպքում դա այլևս կարող է լուրջ չընկալվել։ Բոլորս ընդունում ենք, բոլորս գիտակցում ենք, չէ՞ որ կա այո հիբրիդային պատերազմ, որը ռիսկերը կարող են գալ հյուսիսից։ Բայց արդյոք մենք չունենք հիբրիդային պատերազմի այլ հնարավոր դրսևորումներ եւս։ Ինչու պետք է անտեսվեն դրանք։ Ինչու պիտի անտեսվի իշխանության կողմից հանրության հետ հաղորդակցվելու այն արատավոր պրակտիկան, այն թույլ տրվող մասշտաբես սխալները, ինչու պիտի Հայաստանի Հանրապետության քաղաքացին օրինակ Ադրբեջանի հետ կապված որոշակի process-ներ առաջին հերթին իմանա ադրբեջանական մեդիայի եւ ոչ թե Հայաստանի Հանրապետություն ներսում, հա։ Սրանք կարող են հիբրիդային պատերազմի դրսևորումներ լինել։ Իշխանության կոմունիկացիայի սխալները կարևորագույն հարցերի հետ կապված ճիշտ մեկնաբանումը, ճիշտ դերքավորումը, որը մենք չենք տեսնում, չի կարող Հայաստանի համար հիբրիդային պատերազմ լինել։ Իհարկե կարող է։ Եվ եթե մենք խոսում ենք հիբրիդային պատերազմի մասին, պետք է գոնե ազնիվ լինեն բոլոր այն մարդիկ, ովքեր անդադ դա շահարկում են, դիտարկեն ընդհանուր օբյեկտիվ պատկերը, հակառակ դեպքում, երբ որ անընդհատ մի կետից ես դու նայում, շատ պետք է, ես չեմ ասում դա չկա կամ չպիտի անել, հա, բայց համալիր մոտեցում է դա պահանջում, հակառակ դեպքում իսկապես դառնում է դա անլուրջ մոտեցում, անլուրջ մոտեցում է դառնում եւ իսկապես հելի պիտի կրկնեմ, եթե դու մի բան շահարկում ես, շատ վտանգավոր է դառնում, դու կարող ես դա այնքան արժեզրկել, որ հնարավոր իրական դրսևորման դեպքում այլևս որևէ լուրջ արձագանք դրան չկա։ Ժողովրդական իմաստությունն անգամ դրա մասին խոսում է շատ բոլորիս հասկանալի լեզվով։ Շնորհակալ եմ շնորհակալ եւ կարեւոր քննարկման համար։ Հիշեցնեմ, որ մեր տաղավարում իրավունքների պաշտպանություն առանց սահմանի հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ իրավաբան Հասմիկ Հարությունյանն էր։ Զրույցները կշարունակվեն ամենայն բարիք։